Պալոմա ռումբա։ Վայելեցինք։ Հա, Սիմոնի մոտ էլ է լավ տրամադրություն փաստորեն։ Այո, արցնացանք եւս մեկ անգամ ու շարունակում ենք առավոտ լույսն եւս մեկ անգամ հաջողություն մաղթելով Սիմոնի Եվրատեսիլ 2026-ին դեռ կհասցնենք պատմել։ Այո, մենք շատ անհամբեր ենք Եվրատեսիլի հետ կապված։ Եվ սպասումներով լի, բայց դեռ առիթներ կունենանք խոսելու Այո, Եվրատեսիլից։ բայց նաև անհամբեր ենք, որպես ներկայացնենք մեր այսօրվա առաջին հյուրերին, քանի որ կամուրջ մշակութային կենտրոնի մասին ենք խոսելու եւ նաև նրանց կողմից ներկայացված ծաղկունք միջազգային 10-րդ արդեն հոբելյանական փառատոնի մասին։ Իդեպ այս տարի փառատոնը կնշվի աննախադեպ մասշտաբներով, այդ թե ինչի մասին է ավելի մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ։ Մեր տաղավարում են ծաղկունք միջազգային 10-րդ փառատոնի գեղարվեստական մասի ղեկավար եւ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռոման Բաբայանը, ողջույն։ Բարի լույս։ Եվ կամուրջ մշակութային կենտրոնի ղեկավար ծաղկունք միջազգային 10-րդ փառատոնի համակարգող Հայկ Գևորգյանը, ողջույն։ Ողջույն։ Բարի լույս, շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում, օրը ձեզ հետ սկսել։ Թերևս գնանք այդ աննախադեպ մասշտաբներին ու արդեն 10 տարի։ Նույնիսկ կարող ենք շատ ամփոփ 10 տարիները փորձենք ամփոփել։ Կարճ, որպեսզի անդրադառնանք հենց հոբելյանական արդեն 10-րդ Կարճ, եթե փորձեմ ներկայացնել, միշտ անցկացրել ենք համերգը փառատոնը եղել է մեկ անգամ, մեկ զալ ենք վերցրել, հա, հիմա այս անգամ փորձում ենք մասշտաբները մի քիչ ավելի մեծացնել, լինելու է 4 համերգ, նվիրված 10-րդ հոբելյանական փառատոնին, առաջին անցկացնելու ենք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Այն մինչև անդրադառնանք դրան, ամեն տարի է, չէ՞, փառատոնը, եթե չեմ սխալվում։ Ամենամյա փառատոն է։ Ձևաչափի մասին մի քիչ խոսենք փառատոնի։ Ովքեր կարող են մասնակցել, նրանք պետք է հայտ ներկայացնեն, թե դուք եք նրանց հրավիրում, դուք եք գտնում խմբերին։ Համերգային ծրագիրը անցկացվում է երկու ֆորմատով՝ փառատոնի ծրագիր եւ գալա համերգ։ Գալամերգի խմբերը հիմնականում դրված են Հայաստանից եւ արտերկրից։ Այն խմբերը, ովքեր ցանկություն են հայտնում մասնակցել, նախապես ուղարկում են վիդեո հոլովակներ, աշխատում է հանձնաժողով։ Հանձնաժողովը արդեն ընտրում է խմբերին։ Սա արդեն համելավ է, որ խոսում եք 11-րդ փառատոնի մասին, ովքեր որ ունեն, մինչև երբ կարող են հայտեր ուղարկել։ Հայտերը ցավոք սրտի արդեն սպառվել են։ 11-ին մենք արդեն առաջ ենք անցել։ Տեղեկացնենք Կա էլեկտրոնային հասցեներ, կա։ Այո, կամուրջ մշակութային կենտրոնի պաշտոնական էջում ամբողջ տեղեկատվությունը կա։ Հրաշալի։ Հիմա գանք արդեն ապրիլի մարտի նախ մի րոպե 28։ Մարտի 28։ Խոսքը վաղը չէ մյուս օրվա մասին։ Այո։ Ինչ է սպասվում։ Մեծ համերգ ենք ունենալու, շատ տոնական, սկսել ենք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնից, այսպես ասած ավելի գլխավոր համերգը լինելու է Ալեքսանդր Սպենդիարյանի օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 13-ին արդեն, որտեղ հիմնականում լինելու են ավելի մեծ խմբեր եւ իհարկե դրսից ժամանած խմբեր։ Այնուհետև անելու ենք Հայաստանից դուրս ենք գալիս այնուհետև։ Այնուհետև, այո, երկու համերգ անելու ենք Հայաստանում, երրորդ համերգը լինելու է Վրաստանում եւ չորրորդ եզրափակիչ համերգը արդեն կազմակերպել ենք Ռուսաստանի Դաշնությունում, Մոսկվա քաղաքում։ Խոսենք նաև այն խմբերի մասին, որոնք հրավիրված են արտերկրից, ինչ մասշտաբի խմբերի, որ երկրներից ժամանած հյուրերի մասին ենք խոսում։ Տեսեք, խմբեր ունենք Ֆրանսիայի Լիոն եւ Ստրասբուրգ քաղաքներից։ Ժամանում է Ռենեսանս պարային անսամբլը, Նայրի անսամբլը եւ Գրիգորյան պարավեստի դպրոցը Ֆրանսիայից։ Անգլիայի Լոնդոն քաղաքից ժամանում է Աղթամար պարային անսամբլը, Հունաստանի Աթեն քաղաքից Ավետիս պարային անսամբլը, 4 անսամբլներ ունենք Թբիլիսիից, Վրաստանից եւ Ռուսաստանի Սոչի քաղաքից Նազանի պարային անսամբլը։ Բայց Վրաստանից նույնպես հայկական խմբեր են։ Ոչ, վրացական խմբեր։ Վրացական խմբեր, այո։ Այսքան փառատոնին կապ չունի, որ մենակ հայերը կարող են մասնակցել, նույնիսկ օտարերկրացիներ կարող են մասնակցել։ Այո, մարտի 28-ին նույնպես մենք 12 անսամբլ ունենք Վրաստանից։ Ու ընդհանուր որպես հոբելյանական փառատոն 700 մասնակից միայն ունենք արտերկրից։ Անցած տարի ունեցել ենք 400, այս տարի մի քիչ ավելի բարձրացրել ենք։ Մոտավորապես կրկնակի։ Այո, կրկնակի ու գնալով ուզում ենք շատացնենք, ինչու՞ չէ, համ դրսի խմբերը կծանոթանան մեր հայկական խմբերի հետ, մեր մշակույթի հետ ու նաև հակառակը։ Գերագույն նպատակը փառատոնի։ Գերագույն նպատակը փառատոնի Հայաստան եւ Սփյուռք կապն է։ Որպեսզի կարողանան մասնակցել իրենց հայրենիքում եւ կոլեկտիվների շփվեն իրար հետ։
Կամուրջ մշակութային կենտրոնի մասնավորապես այս փառատոնը ծաղկունքը արդեն 10 տարի եկա, բայց միակ նախաձեռնությունն ու նախագիծը չէ, որ իրականացվում է, եւ ինչ է փոխվել այս 10 տարիների ընթացքում հենց այս շրջանակում։ Նայեք, 10 տարին անում ենք փառքաստու ամեն ինչ առանց խնդիր, առանց որևէ պրոբլեմի։ Հիմա նաև մենք նպատակ ունենք մի քիչ գնալ դեպի մարզեր։ Իհարկե շատ լավ է, որ մարզերից գալիս են եւ մասնակցում են փառատոնին, բայց փորձում ենք Երևանից նաև կազմակերպել համերգներ արդեն մարզերում, ունենք արդեն պայմանավորված Էջմիածնում, Ծաղկաձորում ու հուսով ենք ավելի կընդլայնվի, ավելի կհեռու մարզեր կգնանք։ Գյումրի հետ սկսել եք արդեն բանակցությունները։ Գյումրի արել ենք, երևի այս տարի Գյումրի չանենք։ Դե այս տարի չեք հասցնի ոնց որ 4 արդեն համերգները կան պլանավորված։ Մոսկվայից հետո դեռ պետք է վերադառնալ։ Ահա, Մոսկվայից հետ է գալու մի հատ էլ անեք։ Հնարավոր է։ Նախատեսում ենք։ Այո, որովհետև նայեք, հիմա ինչի գնացինք Ռուսաստանի Դաշնություն, շատ էր ցանկությունը պարային խմբերի մասնակցելու ծաղկունք միջազգային փառատոնին, մտածեցինք, որ ավելի լավ կլինի մենք փառատոնը կազմակերպենք հենց Ռուսաստանում։ Ռուսաստանում շատ ունենք պարային խմբեր։ Բավականին։ Այս տարին ընթացքում շատ խմբեր են ունեցել, ովքեր եկել են ծաղկունքին Հայաստանում, Երևանում մասնակցել են, մեծ էր ցանկությունը, որ նաև այնտեղ անցկացնենք, արդեն իսկ բավականին շատ հայտեր ունենք Մոսկվայից։ Արդյոք Հայաստանից կամ եվրոպական այլ երկրներից նորից խմբեր կլինեն, որոնք որ Մոսկվայ կժամանեն։ Եվրոպայից կարծում եմ չէ։ Ահա, դժվար կլինի, հա։ Ահա, Եվրոպայից Հայաստանից որ կմեկնեն։ Հայաստանից արդեն 3 խումբ ունենք Հայաստանից, որ մասնակցում են Ռուսաստանում, եւ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, արդեն Սոչից, Լենինգրադից, տարբեր Կրասնոդարից, տարբեր քաղաքներից ունենք, որ Մոսկվայում մասնակցելու են։ Հիմնականում կլինի Հայաստան-Ռուսաստան խմբերը։ Այս դեպքում Հայաստան-Ռուսաստան կամուրջ է կամրանա, մշակութային կամուրջի մասին է իհարկե խոսքը եւ խոսելով ծրագրի, փառատոնային համերգային ծրագրերի մասին, ինչպիսի պարերով են ներկայանալու խմբերը, արդյոք հայկականին զուգահեռ նաեւ այլ երկրից ժամանած հյուրերը իրենց ազգային պարերը կներկայացնեն, թե կան նաեւ այնպիսի պարատեսակներ, որոնք ազգայինից մի լավ էլ հեռու են։ Կան այդպիսի պարեր, հիմնականում բայց գերակշռող մասերը ներկայացնում են հայկական պարեր։ Քան որ Սփյուռքից մեծամասնությունը հայկական խմբեր են, ներկայանում են հայկական պարերով։ Այստեղ նաև դժվար է այն մասնագետների աշխատանքը, որոնք արդեն 10 տարի ընտրում են լավագույն անսամբլներին, որպեսզի գալա համերգը հատկապես լինի հատնտիր պարերով, ինչպես է այս ընթացքը լինում։ Ընտրությունից մինչև արդեն համերգային ծրագիր։ Հիմնականում փորձում ենք ընտրել պրոֆեսիոնալ խմբերին, իհարկե լինում են դեպքեր, որ մի քիչ ավելի հնարավորություն ենք տալիս թեկուզ նոր սկսնակ խմբերին մասնակցելու, տեսնելու եւ արդեն հասկանում ենք, որ հաջորդ փառատոնին իրանց մոտ աճ է գրանցվում ու նաեւ հնարավորություն ենք տալիս ծաղկունքից դուրս մնացած նոր սկսնակ խմբերին մասնակցելու, որից հետո արդեն գնում ենք դեպի ծաղկունք իրենց մասնակցությունով։ Ընտրություն կայացնողները ովքեր են։ Նշեցիք ընթացքում խոսքի մեջ, որ մասնագետներ, պրոֆեսիոնալ կարող են կանոններ հնչեցնել։ Կազմը գաղտնի ենք պահում։ Կազմը գաղտնի ենք պահում, բայց պարարվեստի ներկայացուցիչները։ Բնականաբար։ Մի հոգու անունը չեն կարող տալ։ Բոլոր խնդիրներից խուսափելու համար։ Բայց ամեն ինչ արվում է, որ իրարից նեղանալ չլինի, հնարավորինս բարեկամաբար ու ամեն ինչը կազմակերպված ու պատասխանատու կերպով։ Եվ վերջապես պետք է հասկանալ, որ փառատոնները ստեղծված են այդ կապերը ամրապնդելու, փորձի փոխանակման, նոր գիտելիքներ ձեռք բերելու եւ համագործակցությունների համար։ Ինչպիսի համագործակցություններ են ձևավորվել այս տարիների ընթացքում, որովհետեւ վստահաբար այդ խմբերը հատկապես Հայաստանի տարբեր մարզերից սկսել են ել ավելի ջերմ կապ ունենալ նաեւ աշխատանքային առումով։ Այո, համագործակցություն ունենք Սփյուռքի մի շարք կառույցների հետ եւ մասնավորապես կցանկանամ նաեւ շնորհակալություն այլ Երևանի քաղաքապետանին։ Մենք ապրիլի 13-ին փառատոնի մեկնարկը կտրվի շքերթով։ Ազատության հրապարակում լինելու է մեծ շքերթ։ Հայաստանից շուրջ մասնակցում են 2500 մասնակից, Ռոմանշը 700 մասնակից արտերկրից են, 2500 մասնակից Հայաստանից։ Շքերթով կմեկնարկենք, որից հետո կտրվի փառատոնի սկիզբը օպերային թատրոնում։ Շքերթի միայն մասնակիցները կարող են մասնակցել։ Այո, մասնակիցներն են մասնակցում։ Իսկ երևանցիները չեն կարող մասնակցել։ Միանալ ընթացքում։ Միանալ կարող են իհարկե։ Ընթացքում հաստատ կմիանան։ Երբ տեսնեն փայլող աչուկներով։ Փաստորեն մարտի 28-ից մինչև ապրիլի 13-ը
այդ երկու մեծ համերգները բավականին ժողովրդական պարերի եւ նաեւ մեր անսամբլների շնորհիվ տոնական այսպես երկու մեծ օրեր կունենանք Հայաստանում, շքերթն էլ արդեն նպաստեց, որպեսզի տրամադրությունն էլ ավելի գունավոր եւ ընդգծվի։ Որից հետո արդեն 17-ին Վրաստանում կունենանք, հետո էլ արդեն հոկտեմբերի 25-ին։ հոկտեմբերի 25-ին։ Տոմսեր կարող են ձեռք բերել մարդիկ, նույնպես էլի ձեր պաշտոնական էջերում հրապարակված է։ Կարող են նաև ձեռք բերել տոմսերը։ Որպեսզի Ցանկանում շատ կարևոր բան նշել, համերգների ընթացքում, փառատոնի ընթացքում հիմնականում տոմսերը ձեռք են բերում ծնողները, իհարկե հարազատ եւ բարեկամները։ Վերջերս նկատել եմ, որ նաեւ մեր դրսից եկող մարդիկ են, հա, ոչ հայ, իրենց շատ հետաքրքիր է գնել տոմս, գալ եւ նայել մեր հայկական պարերը ու դա շատ ողջունել է։ Հրաշալի է։ Եվս մեկ հնարավորություն է մշակույթը մեր հատկապես ազգային ժողովրդական պարերի տեսքով ներկայացնելու օտարերկրյա հյուրերին, որի հնարավորությունը իհարկե կունենաք սիրելի հեռուստադիտողներ, եթե դուք էլ ունեք հյուրեր, պետք է ֆիքսել օրերը մարտի 28, ապրիլի 13 Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն եւ օպերայի եւ բալետի Բայց 28-ի համար տոմսեր մնացել են։ Այո։ Մի 10 տեղ Շատ մի 10 տեղ մնացել է։ Կարող ենք նաև խոսել կամուրջ մշակութային կենտրոնի այլ նախագծերի մասին, ինչպես կարող են հետաքրքրված մարդիկ միանալ եւ մասնակից դառնալու եւ իհարկե աջակցելու, որովհետեւ կան նաև հեռուստադիտողներ, որոնք կունենան գաղափարներ։ 2 տասնյակից ավել ծրագրեր ունի կամուրջ մշակութային կենտրոնը։ Մենք այս տարվա ընթացքում նաև ծրագրեր ունենք Իսպանիայի Բարսելոնա քաղաքում, Հունաստանի Աթենք քաղաքում եւ Վրաստանում մի քանի մեծ ծրագրեր ունենք նորից։ Եվ բազմաթիվ խմբեր Թուրքիայից, օրը խումբ ունենք Ամերիկայից Լոս Անջելեսից, որը ժամանելու է Հունաստան, այնտեղ անցկացնում ենք մեծ միջազգային փառատոն։ Եվ աշխարհագրությունը բավականին մեծանում է ամեն տարի։ Սոցհարթակներում պետք է հենց հիմա փնտրել գտնել էջը, որովհետև գուցե հենց ձեր քաղաքում սիրելի հեռուստադիտողներ մի նոր նախագիծ ու նախաձեռնություն իրականություն կդառնա, որին պետք է մասնակիցը լինել, հատկապես եթե հայ համայնքի ներկայացուցիչ եք Հայաստանի սահմաններից դուրս։ Ու մենք վստահ ենք, որ դուք էլ տարբեր տեսակի առաջարկների համար բաց եք, կարող են հանգիստ ձեզ յուրաքանչյուր հարցով կամ առաջարկով կամ գաղափարով հանդես գալ, կապի դուրս գալ ձեզ հետ։ Շատ շնորհակալություն, ձեզ հաջողություն ենք մաղթում։ 4 պատասխանատու մեծ այսպես համերգներ են սպասվում ու պատկերացնում եմ թե պատասխանատվությունը ու կարևորությունը նաև այդ ամեն ինչի ինչքան մեծ է ձեզ համար։ Վստահ եմ, բայց շատ լավ կանցնի։ Շնորհավորում ենք նաև հոբելյանական տարվա կապակցությամբ նույնպես, որովհետև 10 տարի շուրջ դա այդքան էլ հեշտ չի կազմակերպել նման մասշտաբների փառատոն։ Ու ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Շնորհակալություն ձեզ հրավերի համար, ձեզ նույնպես լավ օր։ Շնորհակալություն։ Իսկ մենք շարժվենք առաջ, երաժշտական փոքրիկ դադար կունենանք, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։